ռազմական հանցագործ Բիբի Նետանյախուն աղքոյ արը գործի մեջ։ Սա իր լոբինգն է։ Եվ անշուշտ նախորդ հայտարարությունը, որը եղել է կոչ անմիջականորեն ստորագրել պայմանագիրը, հիմա ասում է ողջունում ենք երկու կողմերի քայլերը։ Դե սրանք ասենք մենուետ են ապարում, սրանք քայլ չեն անում, դա նորմալ է։ Շարունակում եմ պնդել, որ Բիբի Նետանյախուն պետք է գնա Հաագա եւ նստի ցանկալիա ցմա, ընդ որում իր վրա էլ է կարելի կախել Արցախի էթնիկ զտումը, ուղղակի որ երկար դուրս չգա։ Այսինքն այնտեղ 3 հոգու արդեն տեղ կա։ Գնահատում եմ շատ վատ այս հայտարարությունը, գնահատում եմ, որ սա հերթական հետ քայլն է, որը ինձ չի զարմացնում ընդհանրապես ուկրաինական այդ ճակատում դավաճանությունից հետո եւ եվրոպական գործընկերներից թաքուն սեպարատ պայմանավորվածություններ ձեռք բերել Ռուսաստանից հետո ինքը Տրամպը դավաճանա, տենց չի կարելի արդեն իրան լուրջ ընդունել այս դաշտում, ամեն դեպքում սա բացասական եմ գնահատում։ Այս թեման, այս գնդակի թեման դեռ երկար երևի թե ձեռքից ձեռք պետք է գլորվի, որովհետև դե նախապայմանները գիտենք եւ հայկական կողմն էլ երեք արդարադատության փոխնախարարը ասաց, որ այդ սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկում, քանի որ ակնհայտորեն չի քննարկում, ժողովուրդ, մենք մեր սահմանադրությունը ամբողջությամբ անցել է, եկեք ճիշտն ասենք, արդեն որպեսզի այս շարումները ինքան երկար են, ինձ մոտ տպավորություն որ բոլորը մոռանում են, շուտ մենք Վենետիկով անցկացված սահմանադրություն ունենք։ Եթե այդ սահմանադրության մեջ գոնե մեկ կետ լիներ կամ ինչ որ նշույլ լիներ, պրեամբուլայում, աստղանիշով տակը մանր տառերով գրած, եթե մի կետ լիներ, որը գեր ժողովրդավար, որտեղ այդ ժամանակ այն ամենա իդեալականացված մոտեցումն է ժողովրդավարից, հիշեցնեմ, որ այս փոփոխությունները տեղի են ունեցել 2015 թվականին, սա բաներ են, այն ամենա բանն է, եթե նման բան լիներ, եթե ինչ-որ մի տողը կամ ինչ-որ մի հղումը պարունակեր, չգիտեմ, տարածքային պահանջներ հարևան երկրի նկատմամբ Վենետիկը կզրոյացներ։ Հիմա դուք ինքներդ ասացիք, որ այստեղ Իսրայելն է։ Մենք եվրոպական, հա, դե Իսրայելն է, բարձր Իսրայելն է պրոբլեմ ունի։ Բարի։ Իսրայելը, տեսեք, Իսրայելը պրոբլեմ ունի, որովհետև ինքը Ամերիկայի կլիենտ է եւ ամբողջ աշխարհում, բացի հանցագործ Ալիևից, ոչ մեկ իր հետ բան չի անում։ Ասեմ ավելին, նույնիսկ ՆԱՏՕ-ի հանդիպում որ տեղի ունեցավ, երբ որ Ռուբիոին ասեցին 3 մատից կոմբինացիա ցույց տվեցին եւ ասացին, որ դուք մենակ եք հութիների դեմ, մենք չենք մասնակցելու։ Դրանից հետո Մելանի Ջոլին իմ կողմից շատ հարգված, շատ փայլուն դիվանագետ է, Կանադայի արտգործնախարարը, դուրս եկավ եւ Եվրոնյուզին տված հարցազրույցում շատ կարեւոր բան արեց, կետ նշեց։ Ասաց մենք իհարկե հասկանում ենք, որ խնդիր կա։ Վերջավոր արևելքի մասներ խոսքը։ Եվ այդ խնդրի բանը, եւ այդ պատերազմը, եւ այդ ամեն ինչը վատ է, եւ այդ Գազայի հատվածը բան։ Ինքը Տրամպից եկավ, որովհետեւ Տրամպի բոլոր ծրագրերը հակամարտկային են, սենց էլի, իրանք հումանիտար բան չեն պարունակում։ Ինքը ասաց, բայց կներեք, Կանադայում եւ սա ամբողջական եւ ընդհանուր մոտեցում է։ Մենք համոզված ենք, որ խաղաղությունը բացառապես երկու պետության սխեմայի մեջ է։ Այսինքն Իսրայել եւ Պաղեստին երկու պետություն, որով որ ՄԱԿ-ը այդ փաստաթուղթը տվել է։ ՄԱԿ-ի փաստաթղթով պետքա լինի երկու պետություն։ Եվ որքան ռազմական հանցագործ Բիբի Նետանյախուն իր կլիենտներով, ալա Տրամփ, ալա Ալիև շարունակի այդ ամբողջ բանի դեմ գնալ, այդքան պատերազմները շարունակվելու են։ Եվ ամենակարևորը, որ Բիբի Նետանյախուն չի հասկանում կամ չի ուզում հասկանա, որ այն խնդիրները, որ ինքը իր գլխին փաթաթել է, Թուրքիան մասնավորապես, որ ուզում է գա եւ Երուսաղեմը գրավի, որի մասին որ իրանք տեխնիկական բանակցություններ էին անցկացնում նույն Ադրբեջանում, տեսեք ոնց է բարձրանում, չէ՞։ Ադրբեջանի, հա, միջնորդ է, ռազմական հանցագործների միջև միջնորդ է, այդ ոնց որ բան լինի, արա, մորդերը լինի, Գունդաբադն է։ Տենց օրկերն ու բաները, գոբլինները հավաքվել են իրար հետ ինչ-որ բաներ են անում։ Լրիվ Գունդաբադն է։ Սրանք Նետանյախուն եւ իր կողքի մարդիկ չեն հասկանում, որ այդ
այն որ իրանց ուզում են ոչնչացնեն, այդ նրա պատճառով է, որ իրանք ուզում են ոչնչացնեն այն համակարգը, որը իրանց ստեղծել է։ Իրանք ամբողջությամբ գնում են ՄԱԿ-ի դեմ, դուրս են գալի ՄԱԿ-ից, ՅՈՒՆԵՍԿՕ բան, համոզել են Տրամպին, կաշառք են տվել, չեն արեական։ Համոզել են Տրամպին, որ այն էլ հայտարարի, որ չգիտեք այդ վատա բան, բայց այդ ոնց որ քո արմատն է։ Այն կա է, որ ճյուղն ես կտրում, որի վրա նստած ես։ Անկախ հեքիաթներից, որոնք գրքերի մեջ գրված են, մոռանանք նրա մասին, որ այդ գրքերը հիմնականում գրված են այն մարդկանց կողմից, ում առավելությունը այդ գրքերում գրված է։ Ենք շուտ այդ թողենք այդ ֆիլոսոֆիական վեճը։ Բայց Իսրայելը ստեղծվել է 48 թվականին, 47 թվականի որոշմամբ։ Մինչև այդ չի եղել։ Եղել է տրանսհորդանան, բրիտանական օկուպացիոն տարածք։ Եվ ուրիշ բան այնտեղ չի եղել։ Այո, պատմականորեն, այո, Իսրայելի ոնց որ այդ բաները հրյաները տարբեր երկրներից կարող են գային այնտեղ բնակվեին, բրիտանացիք ըստ իսրայելական հիմիկվա մամուլի դեմ էին, բայց իրականում բրիտանացիք ասում էին, տղեկ դուք որ գալիս եք, դուք պրոբլեմ եք, որտեղ գնում եք, ձեր իմացած, գրքից վերստում եք, ասում եք դե մենք գնում ենք, ասենք Յուդեա եւ Սամարիա եւ ինչ որ բան, գալիս եք անապատի մեջ նստում եք, դե ոչ ջուր կա, ոչ բան։ Վերջի անգամ այդ տեղի մասին ասում են, որ ձեր գրքերում գրած է, որ 2-4000 տարի առաջ դե այգի էր, այդ երևի այն վաղտը չի եղել, բայց չկա այնտեղ, ոչ ջուր կա, ոչ այգի։ 4 կողմն է, ասում են բեդուիններ են, որոնք չեն հասկանում դուք եկեք է։ Որոնք ձեզ դուք սենց ինչ-որ բաճկոններով սև հագնված բան գալիս եք, մտածում են դուք սատանա եք, ոնց կարա մարդ անապատի մեջտեղը սև բաճկոնով միջև կոկը կոճկված մնա, ասում են ոնց կարա սխալ ես դու սխալ ես այս տարածքի համար։ Այսինքն այդ խնդրից խուսափելու համար բրիտանացիք իրանց ասում էին այնտեղ մի գնա, դա դառնում էր, որ իրանք մեզ չեն ուզում։ Բարև ձեզ։ Հաջորդ քայլով եկած հրաները սկսեցին ոչնչացնել բրիտանացիքին։ Ահաբեկչական գործողություններ էին անում։ Երուսաղեմ հյուրանոց կա հայտնի բան Դավիթի պալաս, որտեղ որ տրակացրել էին ամբողջ բրիտանական բանը, սպայական անձնակազմը։ Ես իմ խի։ Ոչ մեկ չէր հասկանում խի։ Իմաստ չկար դրա մեջ, բայց ամեն դեպքում դուք եկել եք 47 թվականին որոշել են, որ այդտեղ երկու պետություն ա լինելու։ Եվ 47 թվականին դուք մոտարապես հավասար բնակչություն եք ունեցել։ Դրանից հետո իրանք աճել են, դուք չէ։ Մեծ հաշվով։ Դուք շատ ավելի ցածր տեմպերով։ Բայց այդ երկու պետության թեման է։ Եղբայր ինչի ես դու այդ ՄԱԿ-ի որոշումը, այսինքն որոշումը ՄԱԿ-ն է կայացրել։ Դու հիմա ասում ես ՄԱԿ-ը սխալ է։ Տրամաբանական է, չէ՞ որ մարդիկ ասում են եղբայր, որ ՄԱԿ-ը սխալ է, բա դու ստե ինչ գործ ունես։ Դու ստե ՄԱԿ-ի որոշումով ես։ Եթե ՄԱԿ-ը սխալ է, որտեղ է այդ սխալների շեմը։ Որ պահից է, որ ինքը սխալ է։ Մինչև այդ ճիշտ էր, լավ, մինչև որ պահն է ՄԱԿ-ը ճիշտ եղել։ Սա լրիվ տրամաբանական բան է, վեճ է, որի լուծումը շատ հեշտ է, դու ուղղակի պետք է հիմարություն դուրս չտաս, դու չպետք է ասես, որ ՄԱԿ-ը սխալ է, եւ ամբողջ աշխարհը ասում է, որ երկու պետության առկայությունը ավտոմատ զրոյացնում է կոնֆլիկտները, որտեղ երկու պետություն է, всё, տեղափոխվում է այդ խաղի կանոններ են փոխում, չեն փոխում, ուզում փոխել, ոչ էլ ուզում փոխեն, ով են ուզում աշխատել, ընդհանրապես իհարկե։ Բայց ես թվում է Տրամպը այտենց ուզում է միջազգային համակարգը փոխի առևտրային։ Ասենք ինքը առանձին վերցած Եվրամիության 16-17% գործընկերն է եւ 15% Չինաստանի։ Այսինքն Եվրամիություն Չինաստան, որ հանդիպում են Պեկինում, որտեղ որ Ուրսուլա ֆոն դեր Լայնը գնա, նախորդիվ ասեմ հանդիպեցին Կենտրոնական Ասիայում։ Եվ սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Շանխայից մինչև Լիսբոն կամ ավելի հեռու վերցնենք Բրեստ, որ տենց ամբողջ բանը վերցնենք, հա։ Հələ այնտեղ հարավային Կորեան էլ կմիանա, Օսական էլ, Ճապոնիան էլ կմիանա։ Դե բարև ձեզ։ Տրամպը ստացավ մի իրավիճակ, որտեղ ինքը ոչ թե խաղից դուրս է, ինքը շանս չունի։